Ավելի քան 5 միլիոն բաժակ սուրճ վաճառելու մասին հպարտությամբ հայտարարող Coffee House ընկերությունը ըստ քննչական կոմիտեի հարկային պարտավորությունները չի կատարել։ Մինչ պաշտոնական տեղեկությունները հայտնի կդառնային, Երևանում եւ Հայաստանի այլ քաղաքներում մի քանի տասնյակի հասնող մասնաճյուղերը փակվել էին եւ կնքվել։ Ավելի ուշ իրավապահ մարմինը հայտնեց սուրճի վաճառքով զբաղվող հայտնի ընկերությանը վերագրում է 450 միլիոն դրամի չկատարված հարկային պարտավորություն։ Այս գումարը համարժեք է ավելի քան 1 միլիոն 150 հազար դոլարի։ Առանձնապես խոշոր չափերով 450 միլիոն դրամի հարկերը տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում տեղի է ունեցել 125 միլիոն դրամի վերականգնում։ Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Այս գործի շրջանակում մի քանի օր դադարեցվել էր ընկերության գործունեությունը։ Վերաբացումից հետո մասնաճյուղերի աշխատակիցները հակված չեն խոսել ընկերության շուրջ քրեական աղմուկից։ Վաճառքի կետերից մեկում առանց պատճառների մասին խոսելու նշեցին միայն, որ ընկերությունը վերսկսել է աշխատանքը մինչ այս գործող ծավալով։ Factor TV-ին հայտնի դարձավ, որ գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Coffee House ընկերության սեփականատերեր Նարեկ Քեյանին եւ Հարություն Մկրտչյանին։ Առաջադրված հոդվածը ենթադրում է խոշոր չափի հարկերի չվճարում, ինչը պատժվում է մինչև 8 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Coffee House ընկերության տնօրեն եւ 50% բաժնեմասի սեփականատեր Հարություն Մկրտչյանը Factor TV-ի հետ զրույցում հարկային պարտավորությունները չկատարելու հանգամանքն ուղիղ չհաստատեց։ Միաժամանակ, սակայն նշեց, որ պետբյուջե 125 միլիոն դրամ են վճարել։ 450 միլիոն դրամի հետ կապված, որ նշվում է։ Չէ, չկա տենց թիվը, տենց գրված դրանը ոնց որ դա հիմքն է եղել իրանց գալու, բացելու ստուգումը, բայց տենց անհնարին թիվ է, էլի, անիրական։ Դուք ինչքանից եք 125-ը վճարել։ Մենք 125 միլիոնը վճարել ենք ուղղակի այս իրավիճակում ցույց տալու համար մեր պատրաստակամությունը, որ մենք հարկ թաքցնելու միտում չունենք, երբևիցե չենք էլ ունեցել։ Հարություն Մկրտչյանը հակված չէր խոսել այն մասին, թե ինչու են պետությունից գումար թաքցրել։ Պարբերաբար փորձում էր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ բյուջե գումար են մուտքագրել։ Երբ հետաքրքրվեցինք ինչու են վճարումը կատարել, եթե կարծում է, թե պետությունից եկամուտները չեն թաքցրել, Մկրտչյանն ասաց, ընդունում է, որ թերացումներ կարող էին լինել։ Ինչ որ շեղումներ կարող լինեն, որոնք երբևիցե չեն կարող լինեն այդպես թվերի, նույնիսկ այդ 125-ի մոտ այդպես թվերի չեն կարող լինել։ Բա դուք այս 125-ը հանուն ինչ եք վճարել, որ խախտումը կասկածի տակ է։ Ընդառաջ քայլ, որ մենք շարուն բացվենք, կարևոր համար կարևոր է մեր պլոմբները հանել, բացվելը, որպեսզի հաճախորդ չկորցնենք, բիզնեսը չտուժի։ Հարություն Մկրտչյանից զատ ընկերությունում 50% բաժնեմաս ունի Նարեկ Քեյանը։ Նրանք ընկերներ են։ Այս անձանց է պատկանում նաև 2024-ին հիմնադրված Coffee House Prime ընկերությունը։ Հարկային պարտավորությունների չկատարման հետ կապված այս պատմությունից բացի Coffee House-ը ապրիլին նաև արգելանքի տակ էր հայտնվել։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից Factor TV-ին տեղեկանում է, որ ԴՀԿ-ն ապրիլի 14-ին որոշել է Հարություն Մկրտչյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 200,000 դրամ, ինչը կատարվել է ապրիլի 22-ին։ Coffee House-ից զատ Հարություն Մկրտչյանի եւ Նարեկ Քեյանի անունները հանդիպում են նաև այլ ընկերություններում։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված տեղեկության համաձայն Նարեկն ու Հարությունը 4% բաժնեմաս ունեն բնակարանների կառուցապատմամբ զբաղվող Դիլի Տրոպիկ ընկերությունում։ Այս ընկերության բաժնետերերից Հակոբ Կիրեխյանը Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ Տիգրան Ավինյանի քարոզարշավի կազմակերպման համար քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը 2 միլիոն 200,000 դրամ էր նվիրաբերել։ Միաժամանակ 2023 թվականին հիմնադրված Բակեր ՍՊ-ում ընկերներից յուրաքանչյուրին է պատկանում 25% բաժնեմասը։ 2024-ին հիմնադրված մեկ այլ Friend & Co ընկերությունում էլ նրանց է պատկանում 4.6%-ը։